Գիտե, այս դատական նիստերը ձեր կարծիքով ինչի մասին են եւ ձեր փաստաբանը Տաթևիկը ընթերցեց այն բոլոր մեղադրանքները ճակերտավոր, որոնք ձեզ են ներկայացնում, սկսած հասարակությանը պառակտելուց, մեքենաների անվադողերը ծակելու գործիքներ ինչ-որ ձեռք բերելուց եւ այլն։ Տեսեք, այս առանձնացումը շատ կարևոր է ինչի համար, քանի որ բոլորիս նույն մեղադրանքն են ներկայացրել, այսպես մեծ տեքստով։ Իմ պաշտպանը ուղղակի իմ օրինակով առանձնացրել է, ասում է, երբ որ ասում եք այս մարդիկ բոլորը, այդպես բաներ են պլանավորել։ Եկեք առանձին կետերով անդրադառնանք դրան։ Լիդիան հարվածային խմբեր կազմել է, թե ոչ։ Լիդիան պայթուցիկ նյութեր ձեռքաբերել, թե ոչ։ Ու դա կարող ենք ասել բոլորի առումով, միայն ես չեմ։ Այսինքն ցանկացած անձին, հիմա Մովսեսը Շարբաթյան այնտեղ կանգնած է։ Մովսեսը Շարբաթյան պայթուցիկ նյութեր ձեռքաբերել, թե ոչ, երբ որ իրանք գալիս են այսպես լղոզված ինչ որ ներկայացնում են մարդկանց ահաբեկում են մեր երկրում, այդպես չի կարող լինել։ Առանձին մի կետը ասում ենք, ասեք ինչ ա արել Լիդիան այս սրա ուղղությամբ։ Ասեք Գալստյան Տիգրանը ինչ ա արել դրա ուղղությամբ։ Եթե դուք չունեք ապացույց, որ մենք արել ենք, այսինքն այնպես չի մենք արել ենք, իրենք ապացույցը չեն կարողանում գտնել։ Նման գործողություն չի պլանավորվել։ Սրբազանը ասեց, ասում է, այո, մենք խմբեր կազմել ենք, այս դուրս է եկել պայքարի, ոնց կարող է խմբեր չկազմեի, բայց այդ խմբի նպատակը ահաբեկչություն գործելը չի եղել։ Պլյուս դրան ինչ կա, նախորդ անգամ Իրանը Պողոսյան շատ կարևոր շեշտադրում արեց, հնարավոր է լինի խմբի մեջից մի հոգի մնացածին չասելով որոշի, ասենք ասի ես գնալու եմ այսինչ տեղը, այսինչ բանը անեմ, հա։ Օրինակ, գնում ենք գողության այս բոլորով, ես ձեզ ասում եմ եկեք գնանք այսինչ տեղից մի բան գողանանք։ Ես գիտեմ, որ այնտեղ մարդ ալնելու, որին պիտի սպանենք, դուք չգիտեք։ Չի կարող այդ ամբողջ մեղավորությունը, այդ սպանության բան կանխամտածված ձեր վրա տարածվել։ Դուք կարող ա ներկա լինեք այդ սպանությանը, բայց դուք նախապես չիմանաք, այսինքն կանխամտածված չգաք այդ սպանությունն իրականացնելու, այսինքն պետք է անհատականացվի ամբողջը։ Իրանք այսպես լղոզած ուզում են տանեն մինչև վերջ, բոլորիս դատապարտեն, ընդ որում այնքան էլ ծանր հոդված են դրել։ Եթե ասենք լիներ, չգիտեմ, 1 տարվա, 2 տարվա ազատազրկում, էլի կարող է մի քիչ հանգիստ խաղաղ տանեին մարդիկ, ասեն դե լավ, մի տարի, 2 տարի կգնանք, կնստենք, դուրս կգանք։ 9.5-ից 11 տարի ազատազրկում է հասնում այս հոդվածներով, այսինքն դուք ինչ ուզում եք այս մարդկանց տանեք այդքան ժամանակով բանտ, ինձ նաև իրավապահների ներկայացրած ձայնագրության մեջ խոսվում էր մեքենաների պայթեցման, հանրային տրանսպորտը կաթվածահար անելու, այսպես աստղիկներ գցելու ճանապարհներին, անիվները պատռելու մասին խոսակցություններ կար ենթադրաբար, սա ինչի մասին էր ընդհանուր առմամբ։ Տեսեք, ես այդ խոսակցություններից որևէ մեկին ներկա չեմ եղել ու իրոք չգիտեմ էլ այդ խոսակցություններն արդյոք կեղծված են թե ոչ, որովհետև այնտեղ կա ինչ որ մի բառ են ասում, հետո ասում է չի լսվում, հետո ուրիշ բան են ասում։ Այսինքն այդ ինչ գաղտնա լսում է, եթե կեսից շատը տեքստի չի լսվում։ Այսինքն իրենք որ մասը պետք է եղել, այդ մասը պահել են, մնացածը չէ։ Հիմա ենթադրենք մարդիկ ընդ որում խոհանոցային խոսակցություն է, դա նես չի որ պայքարի պատրաստման վերաբերյալ խոսակցություն է։ Հա, խոհանոցում նստած են, մեկը գալիս է ասում է օրինակ Կարանք գիտեք ինչ անենք, աստղիկներ տանենք լսնենք ավտոների տակ։ Են մեկը ասում է, հա, կարանք անենք, են մեկն էլ ասում է, չէ, չենք կարող անենք։ Հիմա ինչ որ ապացույց ունեք, որ մենք գործողություն ենք արել այդ դրանք ձեռք բերելու ուղղությամբ։ Ունենք մենք այդ աստղիկները, ընդ որում ինձ տարել են բան, ասում են ժողովուրդ աստղիկը ինչ է։ Ասում են այս մահճակալի տակը որ տեսնում ես, այս որ սենց երկաթյա մասեր կա, ասում է ոնց որ այդ մասը գցում են մեքենայի ակների տակ ակը տրաքում, ասում եմ, հա, բան, ասենք ինձ տարել են այդ հոդվածով, ընդ որում իմ մեղադրանքը ոչնչով չի տարբերվում մնացածի մեղադրանքից։ Նույնը բոլորի մասով կարող ենք ասել։ Հիմա իմ սիրելի պաշտպանը Տաթևիկ Սողոյան խնդրում էր, որ առանձին ասենք այս 16 կետով որ մեղադրում եք, որն է այսինչ մարդուն վերաբերվում, որը չի վերաբերվում։